Հայ առաքելական եկեղեցուն եւ վեհափարին աջակցում եք։ Միանշանակ։ Ինչու է ըստ իշխանությունը նման արշավ այսպես ասած սկսել եկեղեցու։ Իշխանությունը պահելու համար։ Այո։ Ոչ։ Ինչու։ Ինչի համար աջակցենք, կասես։ Արշավ է եկեղեցու։ Ինչ արշավ։ Բայց ինչի համար է խառնվում ինչ-որ քաղաքական գործերի։ Իսկ ինչի է իշխանությունը խառնվում եկեղեցու։ Իշխանությունը չի խառնվում եկեղեցու գործերի։ Այո։ Ես եկեղեցիների հետ կապ չունեմ։ Ոչ։ Ինչու։ Որովհետև ես իրեն որպես հայոց հայրապետ չեմ ընկալում, իր հոգևոր խոսքը երբևէ չեմ լսել։ Այդ բաց թողումը լրացնելու նպատակով Պոլսո հայոց պատրիարքին եմ լսում։ Չես օգնել։ Կարծում եմ, որ պետք է աջակցել։ Ինչ պիտի անենք եկեղեցուն օգնելու, աջակցելու, եկեղեցու կողքին լինելու համար։ Դե իմ կարծիքով կողքին լինելով արդեն ինչ աջակցում ենք, ինչ պետք է անել, կարծում եմ դա առաջնորդը պետք է ասի։ Իհարկե։ Ոնց կարելի է չաջակցել։ Աջակցենք այդ Թուրքի հպատակին, որ Թուրքի ոտերն է լիզում, ամեն հրամանն է կատարում։ Ոնց կարելի է։ Չգիտեմ, ես բառեր չեմ գտնում ասելու։ Դրա այս ժողովուրդը ոնց ոտի չի կանգնում, դրա գլուխը ուղղակի ջախջախի։ Դա մեր են հայրենիքի դավաճաները, որ կա, մեր ուժան արծրունի մյուս, սա տվել է բոլորին անցել է։ Նրանք հələ մի հողատարածք էին հանձնում, բայց սա հայրենիքն է հանձնում։ Ու այս ժողովրդին ուզում է բերի կապի թուրքերի հետ։ Չգիտեմ Ազիզ ջան ինչ ասեմ, Աստված վերևը թող դրա արդար դատաստանը տեսնի։ Ամեն օր տառապում եմ այդ լուրերը լսելով, ամեն օր դրա այդ ցինիկ, այդ կապիկի դեմքը տեսնելով, որ սկսում է խոսել, ես արդեն ներվերս արդեն ալիքը փոխում եմ։